Մենք չենք կարա շրջանցենք, որ շուտով ընտրություններ են։ Եկեք գոռալով որոշում կայացնենք, թե մեզանից ով կդառնա ենթադրենք մեր միջի որոշում կայացնողը։ Ընդհանուր պատկեր եմ ստացել, որ դու Հայաստանի ամենախելացի մարդկանցից մեկն ես։ Ես գիտեմ, որ մածունը սև է, դու գիտես մածունը սպիտակ է։ Մենք դժվար թե համաձայնության գանք։ Մարդիկ ուղղակի գժվում են, ինչ անել, որ չգժվենք։ Լրատվամիջոցները գումար են վերցնում լռության դիմաց։ Բարև ձեզ բարեկամներ, լուրջ քաստն է եթերում, արագ բաժանորդագրվում եք ալիքին, եթե դա միջև էս պահը ինչ պատճառներով չեք արել, կարող եք լսել մեր ոդքասթը, պարտադիր չի մեզ դիտել, բայց իհարկե ավելի լավ է մեդիայով ամեն ինչը բոլորս գայարաններով վայելել, այսօր մեր հյուրն է Աքսել Մոնդրյան ընկերության հիմնադիր եւ PR մասնագետ Շուշան Հարությունյանը, ողջույն։ Ողջույն։ Լսի, մենք չենք կարա շրջանցենք, որ շուտով ընտրություններ են ու Հայաստանը միշտ PR-ը ուշ է միանում, այն վերջի տենց մի քանի ամիսներին, այն չափազանց ուշ։ Դու սենց գիտեմ, որ հիմա հենց կոնկրետ քաղաքական ոչ մի բանով չես զբաղվում, բայց հետևում ես այդ օթում բաները, որ PR-ը միացել է, ակտիվացել է, բացարձակ կարճ հարցեր։ Ասում բարձ պատասխան, թե հակառակը բարձ իրավամբ չեմ հետո։ Պատճառը ո՞րն է, այսինքն անհետաքրքիր է, որովհետև դա էլ է ցուցիչ։ Անհետաքրքիր։ Այդ աստիճան անհետաքրքիր է, իսկ երբևէ եղել է հետաքրքիր։ Դե լավ, սենց ասեմ, մեր համատեղ ընկերության, գործընկերության, սենց հա տարիներով եթե գանք, ֆիքսենք, որ ես անգամ 2007-ի խորհրդարանականին ու մի քիչ առաջ էլ եղել է Սահմանադրության հանրաքվե, լրագրող եմ աշխատել, պատկերացնում եք։ Այսինքն ուզում եմ ասեմ, կարող եք մատների վրա հաշվել կամ երկու ձեռքի մատների վրա, թե դա թվականակով քանի ընտրություն է, եւ բնականաբար այդպես էլի, շատ բաներ կրկնվում են։ Լավ, ուրեմն մի քայլ հետ անենք, մինչև այս լուրջ քաստը մենք մի փոքր սոցիոլոգիական հարցում արեցինք։ Պիտի ասենք, որ հետհանտինքի մասը թե չէ։ Հա, Շուշանը ուզում էր ասել, որ փորձում են headhunt անել ինձ, այսինքն գրավել ինձ որպես աշխատաստրուկ, բայց դա չի ստացվել, ու ես դրա մասին չգիտեի, ու հետո պարզվել որ դա կատակ էր, թե իսկականից փորձել եք ինձ headhunt անեք։ Չէ, իրականությունը հետեւյալն է, լավ։ Քանի որ մենք սովոր ենք, ինչքանով ես եմ ինձ հիշում, նախագիծ անել, գործ անել ու կատակներ անել, հիմա փորձում եք sense կենտրոնանալ լուրջ հարցեր տալ, ազնիվ ինձ մոտ դեռ չի ստացվում։ Եվ այդ կատակների շրջանակում պատմությունը հետեւյալն է. Փարքի գագաթնակետին, sense ինչ լավ նախագիծ է եւ այլն։ Սերգեյ փորձում է քաղաքավարություն դրսևորի, ասում է ինչ լավ եք կազմակերպել, եւ ես փարքի բարձունքից ասում եմ, այս այ բաչե ձեր փինը, սպինը եւ Դու պատկերացնում ու այդ փարքի բարձունքից ասում եմ թիվ ասա։ Դա կատակեր անխոս վերջ։ Այո, դա կատակեր։ Ինձ ոչ մեկ չի փորձել headhunt անել, ոչ մեկին պետք չեմ, բայց ես էլ եմ մոտավորապես այդ ոլորտի մեջ ուզում ասել, որ մենք սոցհարցում արեցինք, ով մենք սոցհարցում արեց։ Դա Vox Pop-ա։ Տեսականորեն դու չի կարող։ Նա իմ շատ տարբեր ոլորտների ծանոթ մարդկանցից միշտ սենց ընդհանուր պատկեր եմ ստացել, որ դու Հայաստանի ամենախելացի մարդկանցից մեկն ես, ու հենց քեզ են բոլորը իրականում headhunt կուզենային անեն։ Դրա համար կուզենայինք, քանի որ քո ոլորտը PR-ն է, բանա, սենց լավ սուզվենք։ Կարող է PR-ն արե, բրենդինգ է, էլի, իրականությունը այդպես չի։ Դե մեզ իրականությունը հիմա պետք չի, մի փշրի իմ ընկալումը։ Ուզում ենք հասկանանք Okay, ոնց են մարդիկ ընկալում աշխարհը, ոնց են իրանք կատարում որոշումներ, որովհետև մեր մոտ թեկուզ բիզնեսի ոլորտում, հա, մարդիկ նայում են, չգիտեմ, գովազդներ կամ հետևում են opinion maker-ների վարքագծին, փորձում են ընդօրինակել եւ դա կարող լինի համ բիզնեսում, համ քաղաքականության մեջ, բայց տենց ավելի ընդհանուր ասենք, որովհետեւ հիմա նենց ժամանակա, որ մանավանդ վերջի տարիներին մարդիկ ինձ թվում է որոշումներ են կայացնում, ինչ որ տարբեր ընտրություն են կայացրել, հիմնվելով ինչ որ բնազդների վրա։ Բայց ինչպես բնազդների վրա։ Վստահ չեմ, որ հասկան։ Դե մոտավորապես ոչ թե որն է ով ավելի լավ կոմֆորտ մեզ բերելու, այլ ում շնորհիվ մենք տենց մինիմալ գոյությունը կպահպանենք, տենց ինչ որ բանից վերցնեմ գլոբալ։ Վախը որպես բնազդ։ Վախը, տենց տանատոսը, թե ոնց է այդ վախի բանը Ֆրոյդի մոտ։ Հիմա մարդիկ ոնց են կայացնում որոշումներ ու ինչ դա իրանց վրա ազդում, ինչքանով են հեշտ հայերը
մանիպուլացվում կամ ընկնում տարբեր ծողակներ, ոնց զգուշ մնալ, ոնց ճանաչել այն ինչ որ դու տեսնում ես, դա ուղղակի քեզ քո վրա ազդելու միջոց է, թե ուղղակի անկեղծ բովանդակություն է, որտեղ նենց տպավորություն է, որ անկեղծ բովանդակություն համարը չի մնացել։ Ցանկացած բովանդակություն դա PR է։ Ոնց տարբերել PR-ը, ինչ որ տենց ուղղակի սրտաբուխ բլոգերությունից ասենք։ Իրականում շնորհակալ եմ, որ մի փոքր փորձում ենք խորանալ, ոնց որ հասկանալ, որ ինչա PR-ը, ինչ PR չի, եւ ի վերջո դա գործիք էր, թե վերջը։ Փորձում ենք խորանալ եւ խորանալու համար նայեք, էլի փորձեմ բարձրաձայն մտածել ձեզ հետ։ Ինչքանով հասկացել եմ հարցը։ Բայց այդ հարցին պատասխանելու համար ոչ պիտի սկսենք նրանից, թե, չգիտեմ, մարդիկ ում ընտրեն, ինչու ընտրեն, ավելի շատ փորձենք հասկանալ ով է մարդը պետական համակարգում, հա, ինչ սոցիալական գործարքի մասին է գնում խոսքը եւ տեսականորեն ինչ կարող են մարդիկ ուզել, օրինակ ասացիք, չէ, նվազագույնը ավելի վատ չլինի կամ անվտանգություն, ինչ կարող են ուզել, ինչ չեն կարող ուզել։ Նկատի ունեմ, որ այդպես չխորանանք կամ ծանրացնենք մարդկանց, ու բազային, չգիտեմ, էլի վեբերան մոտեցմամբ, պետությունը սոցիալական գործարք է, չէ՞։ Ենթադրենք, ես վճարում եմ հարկեր, դու ապահովում ես անվտանգությունը, որպեսզի ես հանգիստ քնեմ, գիշերը հարձակումներ չլինի իմ սեփականության վրա եւ ինձ գիշերը չսպանեն, մինչեւ ես առավոտյան արթնանամ։ Երկրորդ մակարդակում ասում ենք, որ սոցիալական գործարքը մի փոքր ավելին է կարգավորում, քան ենթադրենք պարզագույն անվտանգությունը եւ դրա դիմաց նյութափոխանակությունը։ Պայմանական ֆիքսում ենք, որ քանի որ մենք սոցիալական էակներ ենք, հա, խմբով ենք, հա, ապրում, որովհետեւ մի հատ մարդը կամ քիչ մարդիկ անօգուտ են համեմատած կենդանիների։ Մենք երկարաժամկետ կտրվածքով որոշակի ձեռքբերում ունեցել ենք մարդկության պատմության մեջ, որովհետեւ ոնց ենք արել համագործակցել ենք, դու գրա ջրի, ես գնամ որսի։ Բոլորս նույն ցիկլը չենք կրկնել, որտեվ եթե հիմա բոլորս ինչպես ասում են self-sustainable, հա, լինենք, ինքներս կենսունակ լինենք, ինքներս աճացնենք, ինքներս սպառենք օրինակ բազային սնունդը, մենք ժամանակ չենք ունենա այլ բանով զբաղվելու համար։ Մի խոսքով միտքը որն է, որ մենք սոցիալական էակներ ենք եւ ժամանակի ընթացքում պահանջները բազային սոցիալական գործարքի ավելանում է մի փոքր ավելի կրիտերիանով։ Այդ ժամանակ ասելով նկատի ունեմ 1000 տարի, 2000 տարի, այսինքն իլյուզիան, որ ամեն ինչ արագացել է, ինչա թե տեխնոլոգիաները արագացել են, վայ, հիմա ամեն ինչ ուրիշ է եւ այլն, ըստ երևույթին դատողությունն է, որ հանդիպում է բոլոր աշխատություններում, բոլոր գրողների մոտ, ամեն հաջորդ սերունդը գայս ասում է, էսի ուրիշ ժամանակներ են, էսի ոնց որ այս բոլորը շարունակաբար կրկնվում է, գործիքակազմը կարող է տարբեր լինի, բայց սոցիալական գործարքի մոդելը համարյա նույնական է մնացել հազարամյակներով։ Հիմա հազարամյակներով մենք նաև հետևյալը գիտենք, որ պետությունը կամ պետության սուբյեկտը մարդիկ են, պետության օբյեկտը իշխանությունն է, որովհետև իշխանությունը ինչ է։ Իշխանությունը լեգիտիմ իրավունք է մարդկանց հանդեպ բռնություն կիրառելու, որտեղ եթե իշխանությունն է բռնություն կիրառում, դա լեգիտիմ է, եթե իշխանության ներսում որևէ այլ սուբյեկտ է կատարում, դա լեգիտիմ չի։ Եվ իշխանությունը ամենամեծ տնտեսական միավորն է, որը հանդիսանում է եւ օլիգարխիկ եւ մոնոպոլ։ Այսինքն ամենամեծ տնտեսական մոնոպոլիան իշխանությունն է պետության վահանակի տակ եւ ամենամեծ բռնարարը պետությունն է այսպես իրա բոլոր գործիքակազմերով, սիստեմատիկ, համակարգային գործիքակազմով։ Բա որ ասում եք խելացի է։ Հիմա այս բրենդինգ է, էլի, իրամում Սերգեյ, որ պատկերացնի։ Հիմա պատկերացնենք ինչ է տեղ ունենում։ Հիմա հավաքվում ենք մեր մկների ժողովով, հավաքվում ենք մեր այսպես ամրոցի ներսում, գոռում ենք, որոշում ենք կայացնում, թե մենք ում ենք պատվիրակում մեխանիզմները, ռեսուրսների կառավարումը եւ խաղի կանոնները, չէ՞, միջինում։ Հիպոթետիկ եթե նայենք, մեկնարկային կետից հետեւյալն էր հարցը։ Նախ ստեղծվել էր իշխանության սիստեմատիկ լուծում, որպիսի որպես այդպիսին այս որոշումների կայացումը, ռեսուրսները, խաղի կանոնները պատվիրակենք տարբեր սուբյեկտների։ Չէ՞։ Օրինակ ենթադրենք, սկզբից պայմանական համարենք, որ մենք մի հատ ամրոցում էինք ապրում, Քարանձավից անցում էինք կատարել ամրոցում մի հատ տարեց պապիկ էր, ենթադրենք որոշում կայացնում, հետո սկսեց մոտը, ինչպես ռուսերեն հա ասում են կամ ժարգոնեն գլուկեր տալ, սկսեց սուբյեկտիվ որոշումներ կայացնել, ասեցինք դե լավ, սենց չի լինի եւ այլն։ Մտածեցինք օրենսդիրի լուծումը, ասեցինք տեսեք, եթե ինքն է որոշում կայացնում, ինչ անի։ Եվ ինքն է խաղի կանոնները որոշում, այստեղ ակնհայտ
խնդիր է լինում։ Դրեցինք, այսպես ասեմ, հա, դասական դեմոկրատիայի հիմքը հանդիսացող խորհրդարանական համակարգ, պարլամենտարիզմի, չգիտեմ, առաջի դրսևորումները հին Հունաստան նայեք, Հռոմ նայեք, մի խոսքով։ Հետո ասեցինք, լավ, երրորդ կողմը պետք է դատի այս երկուսի որոշումները, որտեղ այս երկուսը հեշտորեն կարան գործարքի գնան։ Դատական համակարգը ստեղծվեց։ Հետո եկան մեր օրեր, ինչ-որ sense հետաքրքիր սիստեմատիկ լուծումներով եկանք հասանք միտեղ, որ ընդհանուր մինչև վերջին 100-ամյակում որոշումներ կայացվեցին, որ տեսեք, անգամ մահապատիժը պիտի փորձենք շրջանցել, որովհետև սխալ որոշումների գինը մեծ է, իսկ դրանք բավականաչափ մեծ են եղել եւ post-factum բացահայտել ենք, չէ՞։ Հետո գալիս է մի ժամանակներ, որտեղ ինչ-որ մի խելոք ժողովուրդ իր լեռներում կանգնած որոշում ասում է, եկեք գոռալով որոշում կայացնենք, թե մեզանից ով կդառնա, ենթադրենք մեր միջի որոշում կայացնողը, չէ՞։ Եկեք, այսինքն այդ բանը թողեք, էլ այդ սիստեմատիկ լուծումները, պատվիրակում այդ խելոք բան։ Եկեք գոռալով հավաքվենք հրապարակում, գորգրանք։ Որպես առաջին նախադեպային, հա, այսպես process, գոռալով որոշում են կայացնում, կամ որոշում կայացնենք, կամ չէ։ Ուղղակի իդեպ մի բան ֆիքսենք, որ հիշում եք, որ հետ գնանք այն ամրոցը, գոռալով առաջ վառում են վհուկներին։ Ինչի՞ որտեղ մազերը կարմիր է, չէ՞, ասես նայեցին, օ, ես տեսնում եմ, մազերը կարմիր է, վառենք։ Գոռացին, վառեցին, անցան առաջ։ Հետո սկսում են գոռալով որոշում կայացնել, որպես դեմոկրատական բաստիոն եւ այլն։ Հետո մյուսները, որոնք ըստ երևույթին այդ նույն համակարգում մտածում են, ասում, մի րոպե, ստացվեց։ Եկեք մենք է գոռալով որոշում կայացնենք։ Սկսում են պնդել, որ իրանք էլ գոռալով որոշում կայացնեն, որտեվ եթե մի անգամ փողոցում հարց է լուծվել, ենթադրենք, եկեք երկրորդ անգամ է փողոցում հարց։ Հետո սկսում են գորգրալ սոցիալական ցանցերում, հետո սկսում են գորգրալ մամուլում, հետո սկսում են գորգրալ տարբեր տեղերում։ Ուզում եք ասել, եթե կուզեք համերգների ժամանակ եւ այլն։ Եվ առաջանում է մի հատ մեծ աղմուկ, եւ հիշում եք, չէ՞, որ այդ աղմկոտ միջավայրում բացի գորգրացողներից կային նաեւ մարդիկ։ Օրինակ դա ընտրողների ռեգիստրի, չգիտեմ, 50%-ը եւ ավելին է, որոնք առհասարակ այս համակարգային, այս գորգրոցին չեն մասնակցում, որևէ կերպ շահառու չեն հանդիսանում, ֆունդամենտալ բլոկ են, հա, անում։ Մի խոսքով։ Ու ստացվում է այն մյուս 50%-ով միջև հիմա գորգրում են եւ երբ ժամանակը լրանում է, սիստեմատիկ սկսում է գորգորոցները ինտենսիվանալ տարբեր շոուների, համերգների, իմիջը փոխելու տակ, որի անունը դրել ենք PR։ Մի քիչ երկար եկա Գնացի Վարդան Մամիկոնյանից հետ եկա, ոնց որ ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Դասավորեցինք։ Հա, բայց եկեք հասկանանք, էլի, ուզում եմ ասել։ Ի վերջո մոտավորապես հետեւյալը չէ, տրամաբանությունը պիտի լիներ։ Քաղաքականությունը ամենակոմպետենտների պատասխանատվության դաշտն էր, որովհետև մենք չենք կարող պնդել, որ մարդկության պատմության մեջ պրոպորցիոնալ, օրինակ, ներկայիս մարդը ավելի խելացի է, քան մարդը նախկինում։ Պրոպորցիոնալ իրավամբ ընդհանուր միջև սա կարող եմ հիմնավորել բարձրագույն կրթության ստատիստիկայով։ 2000-ականների սկզբին կար հիմնավորում, եթե Web 2-ը կամ Web 3-ը լինի եւ լինի կրթության դեմոկրատացում, պայմանական, ասեմ, միջազգային հեղինակավոր բուհերի հանրայնորեն հասանելի դասախոսություններ։ Մարդիկ ավելի խելոք կդառնան, որտեղ ի սկզբանե բոլորը ուզում էին սովորել Օքսֆորդում, Հարվարդում եւ այլն։ Այդ հիպոթեզը չի հաստատվել։ Նույն քանակությամբ են մարդիկ բարձրագույն հետ բուհական կրթությունով proportionally։ Եվ այս պահին ոչ միայն այդ պրոպորցիոն պահպանվում է, այլ դե պանկում է կատարվում, որովհետև եկան մարդիկ, ովքեր հին ժամանակներում կլինեին բանվորներ, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ ներկայումս իրանք կոչվում են IT-շնիկներ, եւ բանվորները սկսեցին մարդկանց համոզել, որ ցես պետք չի այդ բարձրագույն կրթությունը, այդ համալսարանները, միանգամից կարող ես համակարգիչդ բացես, փորես քո համար, կոդ գրես։ Հրնայեք ինչ լավ է։ Ավել բան քեզ պետք չի իմանալ։ Եվ արդյունքում ոնց որ մոտավորապես տեսնում եք, էլ ուր ենք հասել։ Հանրային կապերը երբեք չի եղել փաթեթավորման մասին։ Նկատի ունեմ, եթե նայես Իվիլիի դպրոցը, եթե նայես Բրնեյզի դպրոցը, որ տեսանկյունից ուզում նայես, այդ երկու դպրոցներն էլ հետևյալի մասին էր եղել։ Առաջինը սահմանում էր, որ հանրային կապերը ճշմարտության գիտությունն է, Իվիլիի դպրոցը հանրությունը պիտի իմանա ողջ տեղեկատվությունը, որտեվ դրա իրավունքը ունի։ Եվ որպես այդպեսին Բրնեյզի դպրոցը սահմանում էր տեղեկատվության խաղի կանոնները, կամ տեղեկատվությունը շահավետ լույսի ներքո ներկայացնելը։ Որևէ մեկը չի եղել խաբեության մասին, փաթեթավորման մասին, որովհետև ամենայն նորից էլի հարգանքով բոլոր practitioner-ների հանդեպ, եթե փաթեթավորես շան արտաթորանքը համեմունքներով եւ թղթի տուփով, միևնույնն է հավատացնում ես որոշ ժամանակ անց այդ հոտը բռնելու ամբողջ երկրում, ինչը տեղ ունենում դեր հիմա Հայաստանում, այսինքն կարևոր չի ընթացքում ով կփաթեթավորի ընտրություններից առաջ ինչքան ակտիվություն կլինի, ասում ա տեսեք հիշում եք բանում էր, չէ, անասնաֆերմայում էր, ասում այդ հոտը տարածվել ամբողջ անասնաֆերմայում։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան, ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում,
այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin IDS agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin IDS։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Okay, մինչ դուք սկսեցիք ChatGPT-ով փնտրել բոլոր այն գրքերը, որ պետքա կարդալ, որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսում Շուշանը, ես տենց վերադարձնեմ իմ պրիմիտիվ տենց հարթակ մեզ։ Bernays-ը, եթե չեմ շփոթվում, այդ Ֆրոյդի աներ ձակներ տոլի քրոջ տղեն, որը ասում ես տենց ինչ որ էթիկայի ամեն դեպքում ինչ որ բան նկատվեց քո խոսքի մեջ, մինչդեռ ինքը հենց փաթեթավորման հարցում մի հատ վատ բաներ արել 20-ականներին թե 30-ականներին ծխելու ծխախոտային կազմակերպության դերս այդ բանը, հա, մտածին մի բան, եթե մարդիկ ծխում են, կարելի է կրկնապատկել ծխախոտի վաճառքը ընդամենը կանանց նստացնելով ծխախոտի վրա, ինչ կա ու ինքը ստեղծեց հետեւյալ տենց փաթեթավորում է ինձ թվում է Torches of Freedom, սիգարետները փաթեթավորում են որպես ազատության ֆակելներ։ Ու ինքնից վատ մարդ էր, որի վրա նաև Գեբելսն է իր շատ մեծ բանը։ Մոռացանք ասենք, որ ինքը նաև հրեա էր, չէ՞, այսինքն հետո կասեք հրեական գործիքակազմը աշխատեց ընդդեմ հրեաների ոնց որ։ Հա, այսինքն все-таки տենց ու sense որ մտածում ես, արա այն ժամանակ պատկերացնում ինչքան լավ դա անցալվեց, իսկականից մեզ չեն թողում ծխել, բայց ազատության տենց բաներ, թորչեր ու ուղղակի ինձ սկսեց ծխել, էլի, ցավոք սրտի այն ժամանակ։ Այսինքն կարա ամեն դեպքում չարին ծառայի PR-ը, եթե դրա մասին ենք խոսում, բայց ես ավելի ընդհանուր ուզում եի հասկանայի ոնց մարդիկ կողմնորոշվեն այս իրականության մեջ, որտեղ օրինակ նույնիսկ ինձ շատ դժվար է հասկանալ ինչն է իրական, ինչն է ուղակի գովաստ, հա, կոպիտ ասած, որովհետև 4 կողմից ինֆորմացիայի տենց պատոկ է։ Ու շատ լավ օրինակ բերեցիր, աղմուկ երբ սկսեց աշխատել, ինչ որ մեկը գորալով ինչ որ բանի հասավ, հետո մյուս անգամ էլի գորալով ուրիշ բաների հասավ, ու այդ դարավ ինչ որ գործիք, հա, ավելի բարձր գորալը։ Հիմա նենց տպավորությունն է, որ բոլորն են գորում, բոլորը հասկացել են, որ պետքա մաքսիմալ շատ վբրոս անել ինֆորմացիայի, ու մարդիկ ուղղակի գժվում են, ինչ անել, որ չգժվենք, ուղղակի տենց ոնց կողմնորոշվելու ուղղությամբ եմ էլի փորձում հասկանամ, որ ու արդյոք հնարավոր է ապրել տենց հանգիստ ավելի վիճակում, որտեղ չլինի այդ գոռոցը, այդ աղմուկը, PR-ային գովազդային, որ մարդիկ ուղղակի տենց հանգիստ սթրվեն ու ապրեն, թե դա արդեն կյանքի մի մաս է, որը առանց որի էլ չի լինելու կյանքը, միշտ լինելու է ինչ որ գովազդային մեծ էլեմենտ մեր կյանքում։ Մի քանի կետով անցնենք, ինչքանով ես կարող եմ իհարկե պատասխանել։ Նախ վերջինը հնարավոր չի ապրել սոցիալական վակուումում։ Այսինքն ուզում եմ ասել, մարդիկ, ովքեր ասում են ես զեն փորձառություն ունեմ, այդ որ կա չէ, #mindfulness, ես մտածում եմ լռություն, շնչում արտաշնչում եմ եւ ես հաղորդակից չեմ ժամանակակից կյանքի ստրեսին, իրանք իրենց էլ են խափում, մյուս practitioner-ներն էլ են հա խափում, ովքեր գալիս են իրենց մոտ ոչ թե որովհետեւ ազնիվ մտադրություն չունեն, այլ որովհետեւ սոցիալական վակուումում ապրելը տեսականորեն հնարավոր չի։ Հիմա անդրադառնանք հարցի երկու կոմպոնենտին, լավ, քո թույլտվությամբ, եթե դեմ չես։ Bernays-ի մասին խոսենք, որովհետեւ գուցե սա տեսական հա քննարկում է կոնկրետ այդ մասով։ Գուցե սխալ տպավորություն լինի մարդկանց մեջ եւ երկրորդը պաշտպանել, ինչպես համակարգի մասը լինել կամ չլինել։ Հետեւյալն է հարցը, որ ըստ երևույթին Bernays-ը վերցրել է հոգեբանական գործիքակազմը, պրոյեկտել խմբային վարքաբանության մեջ եւ գրել տեսական աշխատություններ, բացառությամբ իր պրակտիկ գործունեության, որը տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ Եվ իր պրոպագանդա գրքում եւ կրիստալիզացնելով հանրային կարծիքը, ինքը խոսում է այն մասին, թե ինչպես են մարդիկ խմբում, այսպես հա, գործում, որովհետեւ եկեք մտածենք մարդու վարքաբանությունը մի քանի շերտերով, հա, առաջինը անհատական եւ խմբային։ Անհատական վարքաբանությունը ավելի խորքային է, խմբային ավելի վերևում է եւ մենք բոլորս ազդված ենք, սոցիալական ճնշման տակ ենք։ Օրինակ, խմբային վարքաբանության հետեւյալ օրինակը ասելը եւ անելն է, մտածելն ու զգալը անհատական է։
Հիմա մոտավորապես տրամաբանությունը այն է, որ հիմա այստեղ նստած ենք, հա, ստուդիայում։ Եթե մենք բոլորս սիստեմատիկ այդպիսի փորձառություններ էլ կան, չէ, սոցիալական ցանցերում, բոլորս կանգնենք այսպես ձեր ծապտանք նստենք, կանգնենք ծապտանք նստենք, ըստ երևույթին, եթե մենք խմբով շատ ենք, 4 հոգուց ավելին սիստեմատիկ խումբ է համարվում, հա։ Մյուսներին ավելի հեշտ է լինել ուղղակի կանգնալ ծապտալ, քան թե մեզ համոզել, որ իմաստը որն է այս բոլորի։ Հետևաբար խմբային վարքաբանությունը ուղիղ ճնշման մեջ է։ Հիմա Բերնեյզը այս ճնշումից մինչև զգացողություն մակարդակում բացատրում է շատ խորքային բաներ։ Օրինակ ասում էր, որ ենթադրենք, համադրենք սա Քուբլեր-Ռոսի փոփոխությունների կորի հետ, չէ։ Քուբլեր-Ռոսը հիմնականում հետո սկզբից քեզ թվում է դու ամեն ինչ գիտես, հետո մի քիչ ուսումնասիրում ես, հասկանում ես։ Քուբլեր-Ռոսը խոսում է կորստի մասին, այո, այսինքն հետևյալն էր, օրինակ ասում ես ինչպես ես հաշտվում իրականության հենց։ Հայնի դե Միշտ խառնում է դեռ։ Խելոքա, տարբեր անուններ գիտի, ստեղ էլի սենց հիմա նստել ենք տարբեր սկեթչ ենք արել Քուբլեր-Ռոսի մասին։ Սենց խելոք տեղից գիտենք։ Ստեղ սենց ասեմ, էլի փորձում ենք խելոք բաներ ասել, որ հիմնավոր են։ Դա իրականում ինչն է հարցը, որ եթե նայես Քուբլեր-Ռոսի change curve-ը, այսինքն ժամանակ է պետք ցանկացած փոփոխության ընկալման համար։ Դրա համար երբ որ մարդիկ գալիս են մերկապարանոց դատողություններ, հեսա տես ինչ ենք անելու, երբ որ գալիս են մարքեթինգային KPI են դնում, որը 6 ամսվա կտրվածքով է, բայց որի հայտը օրինակ որևէ վարքաբանական փոփոխություն է։ Այս բոլորը այդ խնդալու դատողությունների մեջ են։ Հիմա այս մեր մարդը շատ խելոք մարդ համադրել է պատկերացնում եք հոգեբանությունը, խմբային վարքաբանությունը, քաղաքագիտական ու փիլիսոփայական միտքը իրար հետ ու ասել է հետևյալը. լավ կլինի տեսականորեն, հա, ոնց որ լավ կլինի, որ մարդկանց հետ խոսես ճշմարտության դիրքից, բայց իրականում մարդիկ հասկանում են ամեն ինչը իրանց վախերի եւ անհանգստությունների տեսանկյունից։ Չի եղել, որ call to action-ը լինի, որ սխմեք մարդկանց վախերի վրա։ Դա չի տարանջատում, այսինքն երբ որ խոսում է անհատականի մասին, այն ամենասակրալ վախերն էլ է հաշվի առնում, որովհետև օրինակ սցենարիստական բանում կա ինդիվիդումը ոնց որ ինքը անհատ ուրիշ մարդկանց հետ եւ մի հատ էլ այն սակրալ գաղտնի եսը, որը ամենամութ մտքերը ունի ու իրականում դրանք ամենախորքայինն են ու երբ որ ընտրական սիստեման գնում ենք կոպիտ ասած ընտրության վախից ելնելով, այդ ոչ թե ես եմ որպես ինդիվիդուում, այդ ոչ թե ես եմ որպես մարդկանց բան, այն է ներքևի այն ամենավախեցած փոքր ես եմ։ Հա, բայց ընտրական սիստեման կամ խմբային վարքաբանությունը սովորաբար ավելի ուժեղ է լինում եւ ժամանակ է պետք, որ անցնենք քո այն ներքին եսին, էդ էլ որ խնդրենք մեր ընկերները, ովքեր դիտում են, հա, դիտելու են, որ search անեն, հա կամ ոնց է AI անեն, ChatGPT, Google անեն։ Google-ին, հա։ Հին թվերին ասում են Google անեն։ Google-ին։ Հին թվերի մարդիկ, որ Google անեն, Միշել Ֆուկո պանոպտիկն կոնցեպտը կա։ Ոնց է, չէ, ասում են, բիժ, հələ նայեք, Առաջի պոլիսկասն է, որտեղ Միշել Ֆուկոյի անունն է հնչում։ Կներես, ինչ է, տեսենց էր։ Մենք խոսեցինք, չէ, պետությունից։ Հələ նայեք, կա այս աշխարհում մի բան, որ ավելի ուժեղ սիստեմա է, քան պետությունը։ Հավատք։ Ֆուկոն ինչ է ասում, ասում է, պատկերացրեք, մենք Իշխանության բոլոր բաներն են։ Հավատքը խորքային է, որտեղ իշխանությունը, եթե դու լավ չպահեցիր քեզ, կգամ քեզ կձերբակալեմ։ Հավատքը հետևյալն է, վերև Աստված կա, նա ամեն ինչ տեսնում է։ Հələ դու նայ, դու, այսինքն հետևյալն է, պանոպտիկն ինչ է, պանոպտիկը վիզուալ, դա ամերիկյան բանդային համակարգն է։ Պատկերացրեք հետևյալը, սենց ինքը ճարտարապետական տեսանկյունից կլոր աշտարակ է, որտեղ կենտրոնական հատվածում անվտանգության, այսպես, հա, կառույցն է, որտեղ այդ պահակները այսպես շրջում նայում են։ Պատկերացրեք, որ կողքից այդ բանտախցերը առանձնացված է պատերով։ Դիմացի հատվածը ճաղավանդակներ են։ Հետևաբար, եթե ես շրջելիս լինի պահակակետով, ես բոլորից տեսնում եմ։ Եվ կա վարքի որոշակի սահմանված կանոն, որին դուք պիտի հետևեք, չէ՞։ Որտեվ եթե անցնելիս լիեմ ու լրիվ պատահաբար հետ պահին հետևելիս չլինես, ես խույս չեմ տալու վարկենական վերցնելու եմ իմ, չգիտեմ, զենքը եւ գալու եմ տեղում պատիժ կիրառեմ, discipline punish, խաղի կանոններ սահմանված։ Հիմա պատկերացրեք ժամանակակից աշխարհը, հանենք այդ կողքի պատերը, ճաղավանդակները, ապակիներ դնենք, որտեղ էս ինչ է, social media, աշխատավայրերը բոլորը open space են, այսինքն կարիք չկա այլևս, կարիք չկա, պատկերացրեք, նարեկ կարիք չկա, որ մենեջերի վարձես իրեն աշխատավարձ տաս։ Բաց տեղ դիր, մարդիկ իրանք surveillance կանեն իրանք իրար, որտեղ մարդիկ իրար շատ ավելի դաժան են surveillance անում, քան եթե դու ունենայիր ոստիկան, որտեղ մարդիկ հետո օրվա վերջում կմիավորվեն ընդդեմ ոստիկանի, բայց իրանք իրար, հա, դու YouTube նայեցիր մինչև ես գործ եմ անում, սա շատ դաժան surveillance է։ Այդ դաժանն էլ հավատնա, չէ, վերև Աստված կա։ Դու ինչ ուզում ես արա, դու գիտես, որ ինքը քեզ նայում, ամենալավ աչքը։ Սովորացնում
ինչա դա Դա սովորասում է հետևյալը, որ եթե իշխանությունը Միքայել Վերևա ուզում պայքարի, պատկերացնում, որ ասում է, այսինքն ենթադրենք մոտավորապես ուզում եմ ասել իշխանության ուզուրպացիայի մի հատ սահման կա, որ ասում է սպասեք Վերևներն է մի քիչ նկատի ունեմ իրենց պատվիրակների հետ էլ կապերս հաստատեմ։ Էլսի բայց դրան չհասնելը այս ամենը նաև ենթադրում է sense պայքար ուշադրության համար, որը տենց գնալով թվաբանական պրոգրեսիվ ավելի հեշտանում է, որովհետև այդ բաները համել մրցակցություններ է շատանում, բայց մյուս կողմից այդ հեռախոսը, որը մենք կամավոր մեր ձեռքը բռնում ենք, ինքան ընդհանրապես կոնտենտ բանանում, այսինքն պետք չի TV-ին միացնել կամ ռադիոն միացնել, որ քեզ ատակ անեն, քեզ արդեն ատական ամեն տեղից գալիս է։ Հիմա սա հաշվի առնելով պլանկան շատ չի իջնում, որպեսզի մեր ուշադրությունը ասես գրավեն ու մեզ ասելով մենակ հայրից նկատի չունեմ, ամեն տեղ էլի այդ նույն այդ բարձր գոռացողը քիչ է, պետք է մի հատ ինչ-որ յուրահատուկ ասես գուզգուզած մազերով լինի, ինքը մի հատ ինչ-որ էքստրավագանտ ինչ-որ բաներ անի, խոսա ու ոնց որ մնացածին դա ստիպում է էլ ավելի պլանկան այդ առումով, ես կասեմ իջացնել, բայց այլ ձև չկա լսելու, որովհետև ոնց եթե շատ խելացի բաներ ասես, կամած ձայնով եւ ձանձրալի հագնված, ուղղակի կորես այդ Կարող է, բայց հետևյալն էր։ Հիմա համադրենք Սերգեյի հարցն էլ, ասում է, բայց ես ոնց զգամ, որ նախապեյություն, որը ճիշտ, այսինքն դա սկեպտիցիզմը մոտ առաջացել, որովհետև ի՞նչն է հարցը, որ երբ որ կանաչու բազար է լինում, կանաչի այդքանից է միջնադարին շուկա ասես լինի, վիզուալ պատկերացրի, քո նկարագրածը կամ այն ինչ որ հեռախոսից մեզ գալիս է, դա միջնադարին շուկան է։ Գմտնում ես ներ, մեկը քանիս է, էստի համեցեք, քանիսով կտասուս բոլորը գոռում են լավագույն կանաչիները եւ այլն։ Օրվա վերջում այդ աղմուկի մեջ ընդհանուր նախ ասենց ասեմ, ընդհանուր սիստեմատիկ խնդիր կա, բոլորն են դժում աղմուկից։ Եվ հիպոթեզ կա, որ եթե կանաչու մեջ մեկը լուռա կամ միստիկ հնարավոր է, սա որպես գործիքակազմ ավելի արդյունավետ լինի, որտեղ բաց համակարգերում մարդիկ ձգտում են փակ ակումբների։ Փակ համակարգերում մարդիկ ձգտում են ազատության։ Ցենց մոտավորապես ճիշտ հակառակի գործոնը կարա լինի։ Այսինքն ճշմարտությունը երբ որ թափված է, ըստ երևույթին ճշմարտությունը ճակերտավոր թաքնված է ինչ որ միտեղ։ Եվ դրա հակառակը, երբ որ կանաչին քանիս է, երևի այլևս դու լսում ես կանաչին։ Անցնի դրա համար, մոտակա 10 տարում դա սպասենք, որ արդեն մարդիկ կզզվեն աղմուկից։ Նորը ես այդքան խելոք չեմ, ես չգիտեմ ինչ կլինի 10 տարի կլինի։ Փաստաբար մի բան է, որ քաղաքական դիսկուրսը քանի գնում նկատի ունեմ իր բովանդակային հարստությամբ, եթե կարելի է այդպես ասել, քանի գնում զրկվում է, չգիտեմ, բովանդակությունից որպես այդպեսին, մենք չենք կարող պնդել, որ քաղաքականությունը մշտապես հարուստ բովանդակության մասին է եղել, բայց կարող ենք հետ նայել որպես case study-ներ եւ տեսնել, որ փորձեր եղել են այնուամենայնիվ, այդ թվում նաեւ անկախ Հայաստանում։ Քաղաքական դիսկուրս բերելու մտքեր, դատողություններ, ընդհանուր մինչև դասախոսության մակարդակի երկար այսպես բովանդակություններ, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ մտածելու մասին։ Մտածելու հետևյալի շուրջ, որ հիշում եք այն անեկդոտը հայը, ռուսը, ամերիկացին, եթե դուրս գանք տեղից, որտեղ դա մեր անեկդոտը չէր, մենք այդ կուպեում չէինք նստելու եւ փորձեինք նայել, որ օբյեկտիվ իրականության մեջ մենք որպես պետություն սպეციფიկ էթնիկ կառուցվածքով, հավատքի ինստիտուտով եւ ժառանգությամբ իդեպ ֆիքսենք, որ նման պետություններ շատ քիչ են, մնացել հին ժողովուրդներ հոգնել են, սա ուզում են մեռնել, իրանք սպանեն դուրս գա։ Ռեալիտ։ Այսինքն կոթա պետք է անել հին ժողովուրդները հոգնել են, ուզում են բեզարել։ Հիմա եթե այդ տեսանկյունից նայես, իրականում մենք շատ մտածելու բաներ ունենք եւ օրինակները, որոնք մեզ հրամցվում են գիտակցաբար անզգուշությամբ թե չարանենգորեն համադրելի չեն մեզ հետ որպես այդպիսին եւ ես կարող եմ ասել որ այնուամենայնիվ անկախ Հայաստանում եղել են քաղաքագիտական մտքեր կամ փորձեր մտածելու լավ որն է մեր տեղը մեծ աշխարհում նայեք տեսեք մենք չենք կարող hardware արտադրել որովհետեւ այնա chip design-ով միսով ենթակառուցված չունենք տեսեք էլի մենք ենթադրենք մենք կարող ենք միտք բայց տեսեք մտքի համար պետք է ինտենսիվություն եւ սիստեմատիկ մտածողություն ոչ թե միտքն է կերտում բարեկեցությունը կամ միտքն է բերում փող այլ փողն է կերտում հնարավորություններ չեմ մտածելու սիստեմատիկի մասին եմ ասում չեմ ասում անհատապես ենթադրենք Սերգեյ կյանքի որակը բարելավեց որտեղ խելոք էր եւ ակրթություն էր սիստեմատիկ բան հիմա ստացվում է որ այս տեսանկյունից լիքը քննարկումներ եղել են ես ամենասկզբում անկեղծորեն ասեցի որ չեմ հետևում դա ոչ թե իրոնիա է
այլ որևէ միտք չի հասել, որ կպնի եւ հնարավորություն տա մտածելու։ Թեև ես աշխատանքի բերումով ամեն օր այդպիսի սպეციფიկ պլատֆորմ կա, որտեղ թիմից ստանում եմ ամենօրյա մոնիտորինգ, որպեսզի տեսնեմ, թե ենթադրենք տվյալ օրվա կարևոր իրադարձությունը որն էր։ Քանի գնում կարևոր իրադարձությունները վերջին տարիներին գողփիսո, քաչալշունից չի անցնում, հետեւաբար ընթերցելու, կլիկ անելու աղբյուրները շատ ավելի քիչ են եւ scroll down անելու կամ պարզապես իջնելու բովանդակությունը շատ ավելի շատ է։ Հույս որ արդյոք առաջիկայում մենք կսպասենք բովանդակության, չգիտեմ, փոփոխություն, մի քիչ հավատս չի գալիս, այնպես էլ եթե երազող չլինենք, տասնամյակում ինչ կլինի, չգիտեմ, մի ձև հուսով եմ, որ ավելի լավ սերունդ կգա, բայց ներկայումս շատ մարդկանց անձնապես ճանաչելով էլ ներողություն խնդրելով բոլորից նման կերպ կամ նման գործիքակազմով կամ այսպես կրկեսում մրցակցության մեջ թե ով ավելի հետաքրքիր գլուխ կոնցի կտա, չգիտեմ այդ բառը ոնց է գրական ճիշտ բառը, այս ֆորմատով չգիտեմ ուր կարող ենք գնալ էլի, այսինքն եթե ուշադիր նայենք, ինչ է տեղի ունենում, բովանդակությունից զուրկ դիսկուրս է, ոնց են ասում հայերեն, խոսույթ է, այս վերջերս դիմել էին Աքսել Մոնդրյանին, որպեսզի ինտերվյու տամ եվրոպական հայտնի մեդիայի եւ վերլուծեմ ՀՀ քաղաքական գործիչների իմիջը։ Պարզա որ ասացի արգելիներս ամենայն հարգանքով, այստեղ բան չկա ասելու, մեր երկիրը իրավամբ էլ ինչքան էլ ծապտանք, ասենք, խոսանք, խնդանք, էգզիստենցիալ մարտահրավերներ ունի եւ պատկերացրեք ինչ տեղի կունենար, եթե մենք հիմա էլ նստենք վերլուծենք իմիջը։ Ազնիվ կարող ենք անել։ Ով ինչ իմիջ ունի, ով ոնց է իրեն փաթեթավորում, բայց էությունը հիշում եք, չէ՞, որ հոտ ընկել է քաղաքով, ախր հո դրանից չի փոխվում։ Նկատում սա շատ իրական ցավոտ հարց է եւ ցավոտ է, որովհետեւ ոչ միայն քաղաքական դիսկուրսի մակարդակում հարցեր ունենք, այլ որովհետեւ նաեւ բոլոր կողմից, նաեւ շատ մարդիկ, ովքեր գուցե պատկերացում չունեն, բայց երևի ժամանակի ընթացքում կսովորեն, ինչա հանրային հաղորդակցությունը, հայտ են ներկայացնում բոլորին խորհուրդներ տալու։ Գիտեք էլի, այդ անեկդոտ կա խորհրդատուի մասին։ Կոնսուլտանտի անեկդոտը չգիտեք։ Ասես լիք դե որ մի այսպես լապտոպով, թաբլետով զինված մի երիտասարդ մոտենում է հովին, դե հովիվ։ Եվ ասում է, ուզում ես ասեմ, քանի ոչխար ունես դու։ Ասում է, ասա։ Դե բերում է այսպես լապտոպ մոտեցնում է արբանյակից նայում է AI-ով հաշվարկում է թվերը, անում է ծավալը հաշվում է, ասում է ունես 72 հատ։ Ասում է շատ ճիշտ է։ Ասում է ուզում ես ասեմ, քանիսն է սև, քանիսն է սպիտակ։ Ասում է լավ, ասա։ Հաշվում է իրավամբ ճիշտ թիվը ասում է, դե հովիվ տիրապետում է էլի։ Հովիվն էլ ասում է, ես ուզում ես ասեմ դու ով ես։ Ասում է ասա։ Ասում է չէ, մոտարպես այնտեղ մոռացել եմ, մի հատ դրվագ կա, որ ասում է այս բոլորը որ ասեմ, մի հատ գառը ինձ տուր էլի։ Դե հովիվն էլ ասում է շատ լավ, մալադեց, առաջին անգամ 1-ից 1 այսքան 5 րոպեի ճշգրտությամբ այս բոլոր թվեր ասին։ Գառը քեզ բարի ճանապարհ եմ մաղթում, բայց մի բան էլ ես ասեմ, ասում է, ասա, ասում ես ասեմ դու ով ես, ասում է ով, ասում է դու կոնսուլտանտ ես։ Ասում է ինչ իմացար։ Ասում է նախ այդ շանը տեղ դիր։ Ուզում եմ ասել, մյուս վտանգավոր բանը տենց մոտավոր խորհուրդներ տալն է, որտեղ ինձ մոտ տպավորություն կա, հնարավոր ես սխալվում եմ, որ մի պահ բոլորը զբաղվում են հոգեբանությամբ եւ գարասկոպներով, հիմա բոլորը մարքետոլոգ եւ PR-ի մասնագետներ են։ Տենց, ինչ որ այդ ժանրից բաներ են։ Ինձ թվում է շատ մեծ սկեպտիցիզմ կա մարդկանց մոտ, որովհետեւ շատ են այդ ոլորտի գովազդային եւ այլն ազդեցությունները ու ես դա զգում եմ մեր կոմենտների բաժնում ամեն հաղորդումից հետո ռադիկալ տարբեր բաներ են հնչում օրինակ մի հաղորդում կարող է ինչ-որ մեկին դուր չգա մի ուժին ասում են էս ակնհայտորեն էսական են հետո հաջորդ հաղորդումը արա չէ էսա ու անընդհատ մարդկանց մտքում չի կարողանում տեղավորվել որ մենք արդեն օքեյ ենք էլի լավ բիզնես ունենք, նորմալ գործերը լավ է գնում ու արդեն Headhunting-ին չենք պատասխանում։ Չենք պատասխանում Headhunting-ները որ մերժում է։ Արդեն դից աճել է բան ենք այլ Patreon ունենք, YouTube-ից մոնետիզացիա ունենք, բան ու դա շատ հին խոսակցություններ են, որ պարտադիր լրատվամիջոցը պետք է անից տեղ կամ այնտեղ ու դրա բացատրությունը գտնեմ ուղղակի մարդիկ հետ են սովորել ընկալելու բովանդակությունը հենց ոնց որ կա միշտ մտածում ես բովանդակությունը ինչ որ մի տեղից է ճիշտ է իմ տպավորությունը այլ մարդիկ չեն վստահում ոչ մեկի չեն վստահում եւ եկեք
արձանագրենք, որ իրավունք ունեն։ Չէ՞։ Կարան ունենա։ Եկեք Ոչ քննարկենք մեր դեպքում, բայց ընդհանրապես հա։ Չէ, ունեն, որովհետև ես էլ որ մի հատ ինչ-որ բանի մասին պատկերացում ստեսեմ, ստիպված մի 4 հակադիր բան եմ կարդում, որ այտենց մոտավորապես գոնե նեղացնենք իր այդ շարավիղը։ Դե եկեք վերլուծենք լրատվական գործունեությունը Հայաստանում։ Նկատի ունեմ ոնց որ կոլեգի բացեխու որպես ասում են լրագրողի նախկինը չի լինում, այնուամենայնիվ նախկին խմբագիր չի լինում։ Եկեք լրատվական դաշտը վերլուծենք, հանրային դիսկուրսում որպես մասնակից, որպես բովանդակություն գեներացնող, չէ՞, որպես հարթակ, որտեղ բացահայտվում են ճշմարտությունները։ Իհերջ։ Եվ դրանից բացի վերլուծենք մարդկանց սկեպտիցիզմը սիստեմատիկ։ Հիմա լրատվական գործունեության տեսանկյունից ոչինչ, էլի առանց ֆիլտրների խոսենք, հիմա ով ինչ ասում է, արդեն մեկ այդ չեն սիրում, այտենց բանի համար չենք, էլի, այստեղ սիրելու չսիրելու։ Մենք ունենք կարատավոր պրակտիկա Հայաստանում, շարունակում ենք դեռևս ունենալ։ Երբ որ լրատվամիջոցները գումար են վերցնում, լռության դիմաց, ֆիքսում եք, էս ինչ, այսինքն դու ոչ թե հանրությանը ներկայացնում ես օբյեկտիվ իրողություն եւ հնարավորություն ես տալիս, որ ինքը մտածի, այլ դու դասական, ինչպես ասեմ, հա, զրպարտության համակարգ ես, որտեղ օրինակ դու ձեռներեցներին, տնտեսական գործունեության զբաղվող մարդկանց, ովքեր ակնհայտ է, որ ըստ երևույթին էլ մի առանձին, ասում են, այբա, հա, դա լի մի առանձին խնդիր է, հա, որ պրիվատիզացիա անցած երկրներում առաջի կամ երկրորդ սերունդի բիզնեսմենները այնքան էլ տենց բիզնեսմեններ չեն, բայց նաև օբյեկտիվ պատճառներով, որտեղ սրանք էլ խնդիր ունեն, հիմա պատկերացրեք երրորդ կողմը դիտորդ արդեն նախադեպային գիտի, որ լրատվամիջոցները փոխանակ պատրոնի միջոցով, ինչպես Սերգեյը նշում է, սեփական, չգիտեմ, YouTube-ի ալիքի մոնետիզացիայի միջոցով, այլ հովանավորչության, չէ՞ որ լրատվամիջոցի փողը ազատական փող չի։ Հովանավորչության միջոցով արդեն իսկ տարվա սկզբից ստանում են իրենց բյուջեն եւ ամբողջ ընթացքում գործում են ազատորեն, բացառությամբ ենթադրենք մի կետի։ Դե ուզում եմ ասել փոքր երկրում երկարաժամկետ կտրվածքով չես կարող սա թաքցնել անընդհատ։ Մարդիկ հիմար չեն։ Իդր համար է որ մարդիկ սկեպտիկ են նաև դառնում եւ այլն։ Սա ոնց որ առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրը ինչու են մարդիկ սկեպտիկ, որովհետեւ ու նախ եւ առաջ բևեռացումն է ոնց որ որպես այդպեսին խնդիր դառնում եւ մարդիկ ոչ թե ուզում են որ դուք ասեք այն ինչ որ կա, այլ ասեք այն ինչ որ իրանք ուզում են լսել ձեզանից։ Այդ շատ նման է ոնց որ դուք պիտի ալգորիթմը լինեիք, օրինակ։ Ոնց է որ ենթադրենք դուք փնտրում եք տեղեկատվություն, օրինակ առողջ սննդի մասին, տենց է, չէ՞, մի 3 հատ դիտեցիք, լայք մի տվեք։ Ինքը առաջարկում է այդ մասին։ Հիմա իրանք փնտրում են այն տեղեկատվությունը, որոնք ուզում են լսել ձեզանից։ Ու եթե չեն լսում, ըստ երևույթին արդեն չեք համապատասխանում ցիկլին։ Եվ տարբերությունը նա, որ եթե մոտավորապես մի 10 տարի առաջ մարդը որպես այդպեսին էլի փնտրում է համոզմունքին կամ իր ինֆորմացիային հաստատող արգումենտ։ Ներկայումս մարդկանց տոլերանտության սահմանը շատ նուրբ է, շատ անցել է։ Նախկինում եթե կար, իհարկե մարդիկ չեն հանդուրժում, այսինքն տարբերությունը հետևյալ էր։ Նախկինում ես նայում եմ, օրինակ, Նարեկին իր ասած մտքերը համաձայն չեմ, բայց ես ասում եմ իրավունք ունի իր ալիքը կամ հաղորդումը գոյություն ունենալու։ Որոշակի նեյտրալիտետի հետ եմ համաձայնվում։ Ներկայումս եթե ես համաձայն չեմ Նարեկի արտադրած մտքի հետ, ես պատժում եմ տարբերությունը, punishing the difference։ Դա ֆունդամենտալ հարց է։ Ես ոչ թե ուզում եմ որ դու գործես, բայց ես համաձայն չլինեմ քեզ հետ, այլ ես ուզում եմ արգելափակել քո տեսակետը հնչելու բոլոր հնարավոր մեխանիզմները։ Այսինքն, երբ որ այդ տեսակ բևեռացում է լինում, սա խնդիր է։ Կարա բևեռացումը դզի, սա տնտեսական հարց է, սոցիալական հարց է։ Եկեք նայենք հետևյալից։ Ինչքան մենք սպառում ենք մեզ հարիր կամ մեզ հարմար ինֆորմացիա թվային սիստեմաների միջոցով, այնքան ավելի ենք հեռանում իրարից։ Որովհետև ես գիտեմ, որ մածունը սև է, դու գիտես մածունը սպիտակ է։ Մենք դժվար թե համաձայնության գանք, որովհետև ես խորքային համոզմունք ունեմ, ու երբ որ ես քեզ այդ բանավիճեմ, ես ասել եմ, ես իմ աչքի տեսածն եմ ասում։ Ու ինքը նայում է ու տեսնում է սև է մածունը, ազնիվ խոսք։ Կարա չէ՞ մարդը այդպես լինի։ Այդ էֆեկտներ էլի, որ մարդիկ որ մտածում են, որ մոլորակը հարթ է, իրանք ոչ թե վերացան այս սաղ ֆոտոների բաների, այլ սոցցանցերի վրա տասնապատկվեցին, հիմա ավելի ամուր են իրանց այդ համոզմունքի մեջ, հա։ Իլյուզիա է սա։ Հա, օբյեկտիվ, էլի գնանք փիլիսոփայությունից։ Առանձին երկար հազարամյակների հարց է, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ռեալությունները, այն դասական փիլիսոփայության ուղեցույցի, չգիտեմ, առաջի էջն է, հա, քո գիտակցությունից դուրս ռեալություն գոյություն ունի, թե չէ։ Լավ, հասկացանք, բայց գոնե կոնսենսուս ունենք, չէ, չգիտեմ, Պյութագորասի թեորեմի վերաբերյալ, այն հողի վրա որ կանգնած ենք, որ կա, չգիտեմ, մատերիա եւ այս բաժակը գոյություն ունի։ Աքսիոմատիկ բաներ կային։ Բայց հիմա եկել է, չէ, սոցցանցերը, այս բաժակը գոյություն չունի։
Հա, Դու ես մատրիցան տեսել։ Red flag-ը էս բաժակը։ Ահա, այդ բարերը սկսենք։ Հա։ Սա քո գիտակ բանով, այդպես մի արա։ Թույլ մի տուր, որ քեզ խափեմ։ Լավ, օքեյ, հետո ոնց որ ընդհանուր է self destruction-ը, չէ՞, Բաբելոնը։ Լավ, որ ենք գնալու։ Ու եթե Ամերիկան կարար իրան թույլ տար self destruction-ի, որովհետև մեծ է սիստեմատիկ, մինչև ստեղից ընդեղ հասնեն, պատկերացրեք մենք ինչ արագ ենք ինքնաոչնչացման սիստեման միացրել։ Միցեք ափսոսել այն, չէ՞։ Դիպլիկ կացայի մեջ ենք, հա։ Բարալիկ։ Այս մղձավանջի մեջ հիմա փորձենք իրավամբ կներես։ ոնց ես դու կազմակերպում քո կյանքը, որ չգժվես այս ամեն ինչում ու որ ավելի հանգիստ ընդունես, կարող է ճիշտը քո bubble-ը ստեղծելն է, այնտեղ հանգիստ ապրելն է քոնեղ քեզ համար հաճելի մարդկանցով, թե պետք կա ձև, որ այս ամեն ինչի հետ չառնչվես, ուղղակի փակվես։ Չէ, նման ձև չկա։ Եթե ես հիմա առերևույթ հանգիստ եմ երևում, դա խաբեություն է, Չէ, իրավամբ, պարզապես հետևյալն է, ես խաղի կանոնները սովորել եմ, չէ, որ եթե հիմա անհավասարակշիռ լինեմ, երկար օրեր տխուր լինեմ եւ այլն, դա ոչ մի կերպ չի փոփոխելու ոնց որ իրավիճակը, հետեւաբար ամեն առավոտ շնչում արտաշնչում եմ որոշակի ինքս ինձ ներշնչում եմ, տենց մոտիվացնող բաներ եմ լսում եւ ձև եմ տալիս, թե ամեն բան հրաշալի է։ Չէ, որտեղ ինչ որ դու ասում ես, անհատների բանով ինքը հա, տենց ողբերգական չի թվում, բայց տենց ընդհանուր վատ է, բայց որ պետությունն է փորձում ինչ որ ինստիտուտներ cancel անի կամ գրավի, մի խոսքով ոչ թե որ միայն ես ավելի ճիշտ եմ, այլ դու պետք է չլնես, երբ որ այդ պետության մակարդակով է սկսում լնել, այդ շատ վտանգավոր է ինձ թվում։ Իրավամբ վտանգավոր է, որտեղ ենթադրենք ասում է, սա խնդիրն է, դու լսում ես ենթադրենք խնդիրների ձևակերպում պայմանական ԶԼՄ-ներով կամ սոցցանցերով եւ Երևանից դուրս քշում ես Հայաստանով։ Ասում ես լուրջ կարար էսպես լիներ, այս կան տարբեր լիներ, ասում է սա նկատի ունեմ ծայրագույն աղքատության երկիր է ու իրավամբ մենք լուրջ խնդիրներ ունենք, չէ՞։ Պլյուս մինուս նաեւ հարցը հետեւյալն է, որ կա չէ, այսպիսի մոդել graduation, հա, սոցիալական հարցերը կարգավորելու համար դու չես կերակրում, օրինակ, միայն աղքատներին, ինչքան էլ վատ հնչի։ Դու կերակրում ես պրոգրեսը, որպեսզի պրոգրեսի հաշվին հնարավոր լիներ առաջ բրթել մյուսներին։ Պայքասեք հիմա մենք ինչ ենք անում։ Մենք իլյուզիա ենք սարքում, թե խնդիրները չկան, ոնց որ ասես պայմանական, հա, 120,000 մարդ եկան ու անհետացան Հայաստանում։ Այս ինչ տեղի ունեցավ։ Արցախի հարց չի եղել այդ երբեք։ Հիմա արդեն խոսում ենք, ենթադրենք Տրամփի այդ ճանապարհում եւ այլն։ Ասես պատկերացնեք, ասես էլի ու ինչ եղավ, էլի, ասենց բոլորը մեկը մեկին անհետացավ։ ասենց անհետացավ։ Մարդկանց ճակատագրեր կտրուկ կարգավորեցին, այսինքն Հայաստանի Հանրապետությունում այնքան տարածք կար, որ միանգամից 120,000 housing, հա, տնային տնտեսության հարց կարգավորվեց, պայմանական անհետացավ այս հարցերը։ Հիմա ընկել ենք երկրորդային հարցերն ենք քննարկում, ով ոնց կառավարի, ինչ մեխանիզմով, ում ենթադրենք ընտրական բյուջետավորումը ոնց անցավ, ասենք չէ, ռեալ։ Լրիվ անհետացան այս հարցերը, ասենց շատ տենց էգզիստենցիալ հարց, որտեվ այդ բանի հոսքի տակ չենք հասցնում իրանց վրա, նույնիսկ այդ ուշադրությունը ծախսել, որտեվ ինքը տենց ամենասուխ արտարժույթն է դարել այդ ուշադրությունը։ Այո, ամեն առավոտ վեր ես կենում, օրը մի սկանդալ, չես էլ զարմանում։ Մեկը հացում է մի տեղնացույց տալիս, մեկը պատրվում է, չգիտեմ, կոկորդը, մեկը ուզում եմ ասել ռեալ էլի, որ պատկերացնես, ամեն օր օրվա սկանդալը քնեցիր հաջորդ օրը։ Եվ մարդիկ, այսպես ասեմ, էլի, ես լսել եմ բազմաթիվ քաղաքական խոսք ելույթներ, որոնք անտարբերության մեջ են մեղադրում մարդկանց։ Մարդիկ ուղղակի պետք է survival ունեն, սաղ մնան։ Սաղ մնալու համար որոշակի չափականակ կա ստրեսի, որ էլ չեն կարող տանել։ Ռեալ, այսինքն ինքը անջատում է, ինքը նայում է, բայց չի լսում։ Լսում է, բայց չի ընկալում, ոչ թե որովհետև չարանենգական վատն է, այլ որովհետև ստրեսի այդ չափականակ անհնար է տանել։ Ուստեղ մի հատ բան է տեղի ունենում, որ թեև ինքը արտաքին ինդիկատորներ կարա ձևակերպի, որ լավ է, ամեն դեպքում պիտի ֆիքսենք, որ ինչ որ առումով երևի մենք կորսված, հա, lost generation, կորսված սերունդն ենք եւ փոփոխությունների այն սերունդը, որը երևի կարող է տենց էլ լավ չլինի, որովհետեւ անգամ եթե տնտեսական կամ սոցիալական որևէ սիստեմայով որոշակի բարեկեցություն ու վաղվա օրվա երաշխիք ունենաս ու քեզ լավ զգաս, մեկը խորքային ինչ որ միտեղ մի բան այն չի լինելու։ Դա նկատի ունեմ երևի ուղղակի պիտի արձանագրենք, ընդունենք այդ իրողությունը ու անցնենք առաջ։ Հնարավոր չի երևի պարտվել օրինակ պատերազմ
եւ լավ լինել, որովհետեւ երևի 100 տարի առաջ էլ, երբ որ օրինակ նմանատիպ էկզիստենցիալ խնդրի առաջ են կանգնած եղել, իմ կարծիքով կարելի է համադրել եւ նորից պատմագիտական առումով չգիտեմ սա ինչքան է քննադատության ենթակա, բայց մենք ունեցել ենք տարածքի կորուստ, մարդկանց կորուստ, չէ՞։ Հիմա երևի իրանք էլ լավ չեն ապրել։ Դրա համար է, որ եթե նայես օրինակ 100-ամյակ առաջ գրականությունը, շատ առանցքային մտքեր կա, որ շատ համադրելի են նաև մեր ժամանակների հետ։ Չգիտեմ, Գրիգոր Զոհրաբ, եթե կարդանք, շատ տարբեր բաներ կան։ Ընդհուպ մինչև եթե նայենք, արդեն սիստեմատիկ հարցեր կարգավորվել Հայաստանը սովետական միության մասեր, Չարենցը ինչ էր գրում, հերքելով առաջին իր փուլի ստեղծագործությունները։ Նկարագրում էր այս նույնը, որ մենք ունենք էկզիստենցիալ ճգնաժամ, երկիրն այրին վերջո ինչի մասին էր, բայց մենք ինչ որ գավառական տեղ ենք, որտեղ մարդիկ միավորում են կամ նմանություն է նա, որ իրենք օրինակ բոլորը փառասիրությունն են որոշակի, ցույց տալու այն, որ իրանք ինչ որ իրանք չեն, օտարամոլություն ունեն հավատալու, որ խնդրի կարգավորումները դրսից են, այդ մոտարապես ֆիքս է, էլի, դա 2000-ականներն են, որ ֆրանչիզա են բոլորը բերում, որովհետև հավատալիք, որ սեփական երկրում դու կարող ես արժեք սարքել, նախ քիչ է, երկրորդն էլ եթե սարքես կարող է այդքան էլ չհավանա, չէ՞, այդ բոլորը օրինակ ոնց էր, օրինակ երկիրն այրում, աբոն մախշե, չէ՞, այսինքն դրսից էր, այ տեսեք ինքը գնացել է դրսից։ Լավ օրինակի վրա բերեմ, իմ ընկերներից մեկի բիզնես խորհրդատուի հետ եմ խոսում, ասում է պետության մակարդակով, sense շատ sense հպարտ, sense PR-ը արվում, որ հեսա Starbucks ենք բերում։ Այն բարագայում, որ նախ Հայաստանում 20,000 հոգի, ասում է կոֆեի այդ բանում, ինֆրաստրուկտուրայում ներգրաված աշխատողա, որը մենք ենք ստեղծել, ոչ մի տեղից ոչ մի բան չենք բերել։ Մեր ստեղծածը կա, այդպես բոլորը ոնց որ թե գոհ են, բայց բերում ենք մի հատ այդ օտար այդ բանը, որը սա աշխարհում արդեն fail է ալնում, այդ ֆազան անցել են, ջոգել են, որ դա վատ կոֆե է, в общем-то ավելի լավը կա բան, բայց պետական մակարդակով ջանք է գործադրվում, որ էդի գա, որ մենք էդի ունենանք, որ Starbucks բացվեց։ Գնանք այնտեղ մի հատ ֆոտո անենք, որ իմ անունն էլ սխալ վրան գրած է կամ գուցե ճիշտ է։ Եթե բանեցին այդ անունը, հա մի խոսքով էլի սա մենք դա շատ ավելի լավ արել ենք, խիենք հիմա տենց ինչ որ հնացած բանը, որը արդեն տենց decline-ի վրա է, էլի Starbucks-ը ամեն։ Դա ռետորիկան հարց է։ Կարաս չպատասխանես։ Այդ որպես օրինակ դրա, բայց հիմա մենք վերքը ներս ենք գցում ու ձև ենք տալիս, որ չենք հիշում, թե իսկականից չենք հիշում, որովհետև այս շեղող բաները անդադ կան։ Դե եկեք ասենք, որ մենք երևի միատար չենք։ Երևի կան մարդիկ ու խմբեր, ովքեր կարդում են պատմությունը եւ կրկնություններն ու պատեռները ակնհայտ տեսնում են։ Այսինքն այդպես է, չէ, որ որպեսի պլանավորես ապագան, ոչ թե պիտի կտրվես արմատներից, այլ կարդաս պատմությունը, չէ։ Սա իդեպ ֆիզիոլոգիական հիմնավորում էլ ունի։ Կարամ արագ ասեմ, չէ, ոնց է, չէ, տեսեք, ուղեղի կառուցվածքը Neocortex, limbic brain, reptilian brain, այսինքն այն առաջինը, որը տարբեր անուններով, հա, եթե ըստ երևույթին ինչն է հարցը, որ ուղղակի քո այն հատվածը, որ ավելի երկար է եղել, պատասխանատու է քո ռեֆլեքսների եւ ողջ մնալու համար, բարով իմաստով։ Ավելի ուշ փուլում էմոցիոնալ ուղեղն է ավելանում, որը պատասխանատու է քո որոշումների համար։ Բնականաբար ինչքան խելացի ես, այնքան ավելի շատ ես հիմնավորում քո էմոցիոնալ որոշումը։ Բայց էմոցիան դա ինչ որ առումով արժեզրկված է, բայց բազային քո, ասենց ասեմ, գիտելիքի ավելի խորքային համակարգ է, որը դեռևս ինչ որ առումով ասում են, որ լավ բացահայտված չի։ Եվ կա վերլուծական ուղեղը, չէ՞։ Հիմա ինչ ենք ասում, ասում ենք հիմնավորված է, որ նայես անցյալին, որովհետև մարդիկ, ովքեր հիշողության խնդիր ունեն, հա, երբ որ ուսումնասիրում են, օրինակ, կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողության խնդիրը, բացահայտում են, որ ապագայի տեսլական չունեն այն մարդիկ, այսինքն ովքեր կորցրել են երկարաժամկետ հիշողությունը։ Այս պատկերացնում եք, էս ինչ է։ Այսինքն եթե պայմանական, եթե վթարի ենթարկվեցիր, կորցրել ես քո ով լինելը, քեզ դժվար է նավիգացիան էլ աշխարհում։ Այսինքն առերևույթ թվանայ 0-ից սկսելու հնարավորություն է։ Ինչ լավ եկեք ծապտանք ուրախանանք։ Հիմա ես կլինեմ բիոլոգ օրինակ։ Հա, ինձ համար բացվեց, այսինքն ուզում եմ ասեմ սիստեմատիկ առումով, եթե դու չես նայում անցյալին, դու հնարավորություն չունես պլանավորելու ապագան։ Ոչ թե նրա համար, որտեվ տենց կարաս քեզ նշնչես, ասես, գիտես, մենք ֆյուչուրիստի, այլ այն པարզ մեխանիզմով, որտեվ ինքը քեզ օգնում է շրջանցել լիքը բաներ։ Դու գիտես, որ ձեռքը դրեցիր կրակին վառվելու է, չէ՞։ Որտեղից գիտես, գիրքես կարդացել դրա մասին։ Արդեն սիստեմատիկ ես insert է եղած քո մեջ։ Հիմա իրան հանեցիր, պատկերացնում եք, այդ բազային պրոգրամինգը շանս չունես։ Դե բայց հիմա փոստի դու ինձ հակառակ տեղը գցեցի։ Հիմա փոստերն էս ամեն ինչը ոչ թե տենց բարձր խոսալու ամբողը գորգորում էր, այլ sense շատ մտածված ծրագիր է փաստորեն դառնում։ Այդ մի հատ կարևոր բաց ունի։ Զրկում են այդ մեր Արարատին նայում ես, սիրունա մատդ կպնում է, տակա, քաշում ես։
Ես էլ իմ ասում նայ սենց նայենք էլի հարցին։ Հաշվի առ, որ հանգամանքները մեզանից ուժեղ են, որ եթե բիզնեսի տեսանկյունից նայես, ամենավոչ սոլիդ ասետը կամ ասեմ ոչ հաստատուն հենքը, հա, ինչի վրա կարող ես պլանավորում անել, մարդն է։ Այսինքն երկարաժամկետ կտրվածքով մարդկանց հետ կապված որևէ բան պլանավորելը համարյա անհնար է, որտեվ այդքան անվստահելի են, ոնց ասեմ, դու կարող ես վստահել բնությանը, որտեվ գիտես պատեռները, գիտես, ցանեցի, լավ թե վատ է, մարդկանց հետ կապված երկարաժամկետ շատ պլանավորում չես կարող անել, բացառությամբ, եթե դե երկարաժամկետ պլանավորումը հավատքը, ինքնությունը, ռեալ, դե պահում է քեզ։ Հիմա ուզում եմ ասել, որ եթե պլանավորում ես տեղի ունենում, հավատացնում եմ քեզ, այդ ստեղ չէր, եւ ոնց հասկանում եմ, մենք դրա մասնակիցներն ենք, ոչ շահառուները, ոնց կարող եմ բացատրել միտքը։ Այսինքն ես ասում եմ, երբ որ աղմուկ է տեղի ունենում, պատկերացրու աղմուկ է տեղի ունենում հետեւյալ տեսանկյունից, ոչ թե դու սեղանին նստած ես քննարկում ես սցենարները, այլ դու սեղանի վրա ես։ Հիմա այդ տեսանկյունից նայի։ Ոնց ես քեզ զգում, էլի միջինում եւ ասա որ թեև մենք սեղանի վրա գորգռում ենք մեր գյուղում, կանաչին քանի սա մազութի համոնացնի թե չէ, միջինում կա սիստեմատիկ լուծում, որ ավելի լավ կլինի, ու այդ սիստեմատիկ լուծումը պատմության մեջ էլ արձանագրված։ Այսինքն ոնց մենք զգանք։ Ասում ենք կա ինչ-որ անհանգիստ դառա։ Լսի, okay, լավ շուտ sense ասեմ, էլի կա ինչ-որ խումբ, որ հասկանում է։ Կա ինչ-որ խումբ, որ հասկանում է, բայց քանի որ լուծում չունի, այ որ ասում է, այս բարերով դադարացնում ես դիետան, աշխարհ մեռնել կա, եկեք ուտենք, ինչքան ձգենք։ Մարդ կա ուրիշ ձևա կոփանում, հա, ոնց որ լուծումներ գտնում։ Մարդ կա, որ մասնակիցն է լինում, որովհետև իր համար կարծես ոնց ասեմ, եթե ինքը տենց ծառի հովին նստած է, կարծում է իր պոչն է, իրան հովանում ասում աղվեսը։ Կարծում է դե այդ նորմն է, չի պատկերացնում, որ այնպիսի հստակ հասկացություն, օրինակ, ինչպիսին հողնական պետականությունը շատ հեշտ կարես կորցնես, որովհետև եթե նույն սոցիոլոգիական հարցումների տեսանկյունից հարցնենք, ընդհանրապես 10 տարվա կտրվածքով ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի զգալի տոկոսը կարող են հենց հեշտորեն կորցնել եւ ասեմ ավելին, կորցնելուց հետո դա քաղաքական դիսկուրսի մաս չդառնա։ Ի սկզբանե բոլորը անտես են, մոռացության մատնեն, հա, ոնց որ մոռացությունը որպես ամենաուժեղ գործիք է դրա համար։ Տենց նայ, չգիտեմ, կներես։ Okay, չէ, դեռ ոչ մեկի չես հասցրել ինքնասպանության, դեռ այդքան դառը մտքեր չեն։ Քանի որ ուղղակի փորձում եմ տես տարբեր կողմերից նաև ծրվել։ Քանի որ մի քանի անգամ մեջ բերեցի երկիր նայրին, ինձ հետաքրքիր է հիմնական take away-ը որն է, հա, քո համար այնտեղից կամ որն է այդտեղից կարևոր դասը, այն որ պետք չի ապաշխարաբար վստահել ինչ որ այլ ուժերի քո նպատակներին հասնելու համար բավարարվել քո հնարավորություններով, թե ուրիշ ինչ որ մի բան, այսինքն խիա դա կարևոր է, ապա մարշը բանի Երևի Իս թվում է երևի տեսեք ես գրականագետ չեմ ուղղակի ինչ ասեմ դատողություններ դա սուբյեկտիվ կարող է անդադդ էր մեջ բերմասը տնամը ինչ կա թե որ քեզ քաղել Ինչն է տես ինքը ինչ ասում իր անգամ բացող խոսքեր կա հեղինակի ձայն եւ կա նարատիվը չէ հեղինակի ձայնում ինքը ասում է վաղուց ինձ կեղեքում է մի ձայն մոտավորապես ինչն է հարցը ասում է որ տես մենք չգիտենք ովքեր են նայիրիցիները եղել անունը կարանք դնենք Ուրարտու հա պայմանական բայց ենթադրում եմ որ ստեղ աժդահներ են ապրել, հա, վեհ մարդիկ։ Կարող այս հողը իր մեջ պատկանում է այդ ուժ, պարզապես մենք իրան պետքա վերագտնենք, բայց այդ վերագտնելը ոչ մի ձև հնարավոր չի գավառական, ասենք, չգիտեմ, տրամաբանության մեջ ու մանրախնդրությունների են մակարդակով, որը կա։ Այսինքն իմ կարծիքով այդ հարցը հետեւյալն է, որ այս այդ վադա չես դառնա այդ վեհը, էտա։ Չէ, կարաս բրաբուս առնես, բայց նորմալ մարդ լինես, որտեվ չգիտեմ, էլի դա ուղղակի կորելացիա մեջ չի։ Առնելը, հա, քեզ չի երաշխավորում, էլի վեր գտնելը, քեզ են հին։ Որովհետև բրաբուսը բազային ինդիկատոր է բարեկեցության եւ հիշողությունը, պատկանելությունը ավելի խորքային բան է, որովհետև այսօր բրաբուսը վերցրեցին քո ձեռքից կամ չգիտեմ, շահագործումից դուրս եկավ, եթե այդ մի հատն էր քո կյանքի նպատակը, ամենայն հավանականությամբ դժվար թե իրան երկրորդ անգամ սարքես, բայց այստեղից էլ գալիս է հետեւյալը generational welfare, այսինքն իրականում ինչ է հարցը, որ տեսեք բոլոր պրիվատիզացիա անցած երկրներում առաջի սերունդի հարուստները իդեպ դա էլ է մեր բևեռացման մաս, դրա համար են մարդիկ նաև սկեպտիկ, տխուր, ռեալ, որտեվ դու ոչ միայն հայրենիքն ես կորցնում, այլև հայրենիքը կորցնում ես անհավասար պայմաններում, կատակլիզմների պայմաններում։ Օրինակ, տեսեք,
խոսում եմ մաշակերտների հետ, դասավանդում ենք public space, տենց դասընթաց կա մի խոսքով։ Հետաքրքիր բան է, նոր սերունդի երեխեք ուրիշ ձև են մտածում։ Ասում եմ, նայեք, երբ որ դուք զբոսնում եք պայմանական եվրոպական քաղաքներում ու ձեզ դուր է գալիս, ինչ եք դուք տեսնում։ Ասում եք, դե տեսնում ենք համանման շենքեր, համանման բարձրության, չէ՞։ Նայեք, հետաքրքիր լուսամուտները նույնական գույնի։ Հիմա ասում եմ, եկեք պատկերացնենք մտավոր հիմա զբոսնում ենք օրինակ Երևանում, ինչ եք տեսնում։ Դե տեսնում ենք եվրոլուսամուտներ, կողքը 100-ամյականոց շենքեր, հետո տեսնում ենք բարձրահարկ, որը ենթադրվում է, որ հրապարակի կենտրոնից պիտի չտեսնեինք, չէ՞, պայմանական, դա ինչ ենք։ Հիմա ասում եմ, եկեք նայենք մեր գրականությամբ, ինչ է դա, ուսումնական գրականությամբ, դա տնտեսական կատակլիզմի հետևանքն է, որտեվ ինչ է հարցը, երբ որ մարդիկ հերթական, ոնց ասեմ, աստիճանական են բարեկեցությունը բարելավում, սկզբից տունն են սարքում, հետո ավտոն են առնում, հետո լուսամուտներն են փոխում, հետո դիմացը այգի են սարքում, բայց երբ որ մեկի մոտ մնում է նույնական եւ մյուսի մոտ տեղի ունենում կտրուկ փոփոխություն։ Արդյունքում ինչ է տեղի ունենում, կտրուկ փոփոխության մեջ նա չի հասցնում ձևակերպի ճաշակի մասին ընկալումները, ավտոմատ իր իմացած ամենալավն է անում, իր իմացած լավը օրինակ հենց այս բառը կասեմ ռեմոնտն է, այսինքն սա որպես հին Երևանցի իմ ցավերից է, երևի ստեղ բերեմ ձեր առաջ, Երևանը ռեմոնտ արեցին, այսինքն Երևանի պատմական հատվածը, կամ այն, որ մենք կարող ենք մշակութային ժառանգություն համարել, եվրոլուսամուտներով ռեմոնտ չի արեցին, եղել է, չէ՞։ Շարունակվում է, հիմա ինչ են անում, հիմա ռեմոնտից հետո բարձրահարկներ են սարքում, ակունք իմաստության, նայեք, իրանք ես հավատում եմ, որ ազնիվ նպատակներով են անում, որտեվ կարծում եմ, որ դա իրանց իմացած ամենալավ բանն է, եւ ուզում են լավ բան անել։ Հարցը ուրիշ է, որ ում պիտի թույլ տաս, ով պիտի կոմպետենտություն ունենա հանրային բարիքի ոլորտում աշխատելու, լավ բան անելու, որտեվ եթե իր իմացած լավ բանը իր, չգիտեմ, հերավոր տեղերից բերի ամեն մարդ փորձարկի, ամեն տասնամյակը մեկ պատկերացնում եք ինչ անում, այն կատակլիզմը, որ մենք ունենք Երևանում, եւ դրա համար է, որ դու քայլում ես, մի հատ բարձրն ես տեսնում, մի հատ ցածրը, եւ դրա համար է, որ օրինակ նույն եւ առաջին աշխարհամարտի եւ երկրորդ աշխարհամարտի ժամանակ մենք ունեցել ենք շատ քաղաքներ, որոնք բարի իմաստով այնքան պայքարելու բան են ունեցել, այնքան արժեք են ունեցել, որ ուղղակի թողել դուրս են եկել իմանալով, որ հետ կգան իրաց քաղաքի հետևից, միայն թե չավեր են։ Հիմա հարցնում եմ ձեզ, Երևանի հետևից եթե գան, ինչ ենք անելու։ Ինչ Երևանի հետևից, պարքինգի համար ինչա կատարվում ամեն sense քառակուսի Չէ, ուզում եմ ասել, հենց դա որ կատակլիզմը նշանակում է, որ նորից դու հնարավորություն չունես, որտեվ մի բան էլի, կամ պիտի սիրուն արժեք սարքեր, կարճեր դրան, կամ պիտի երազանք ուներ երկարաժամկետ պայքարեր դրա համար, կամ էլ եթե չունես, նորմալ է, որ մարդիկ իջնեն Սարյանում գինի կխմեն։ Պետք չի մեղադրել մարդկանց դրա մեջ, որովհետև պիտի այդ հեռանկարը առաջարկես, դա պիտի լինի, օդում կախված պիտի լինի, որտեվ կարճաժամկետ կտրվածքով կարան սիրու շորեր հագնեն, գան ասեն Սերգեյ ջան, ո՞նց է գործերը եւ այլն, հավատա ինձ, բայց Սերգեյը արդեն քանի հատ ընտրություններ է տեսել։ Եթե որ ընդամենը կարճ ժամանակ հետո հոտ ընկնում է քաղաքում։ Կարևոր չի մեկնարկային կետով խոստումները ինչքան գեղեցիկ էին, ինչքան բարեհունչ էին։ Ինչքան նման են Ջեստին Տրուդոին եւ իր գուլպաներին գունավոր, հենց ուղղակի քոփիով չի։ Դրանք գալիս են PR-ի թեման, ասում եմ մի հատ կարակ ինձ PR անեք։ Անհնար թիվ եմ ասում։ Ասում եմ ինչի։ Որ այդուհանդերձ ասեն։ Okay։ Չէ, ես անհնար թիվ եմ ասում դրա համար։ Ասում եմ իսկ ինչու, ասում որտեվ դուք ինձ դուր չեք գալիս, ես ձեզ չեմ հավատում։ Միակ կրիտերիան, չէ, միակ կրիտերիան, որ կարար այս բոլոր կոմպենսացներ, դա մեծ միջոցն է, որի համար կնստենք մեդիտացիա կանենք, կսկսենք գտնել մի բան փոխելու, որի արդյունքում նախ մենք կհավատայինք, հետո մյուսները, որովհետև ի վերջո խոսում ենք էթիկայից, Բրնեիզը մյուսները ոչ էթիկական չեն եղել, նախ իրանք են հավատացել որևէ գաղափարի կենսունակությանը, հետո գնացել մյուսին ասել, դու խափելով ոչ է։ Նոմ Չոմսկին ասում է, որ շատ անբարոյական էր Բրնեիսը, որտեվ դե տարբեր տեսակետ ունենք, իմ սիրած մարդկանցից մեկին ես կգում։ Shut up։ Էփշտեյնի ընկեր Նոմ Չոմսկի։ Դա ֆինանսական հարց է։ Լսի, ես չգիտեմ ում ասկասես ինչ է, Չոմսկի։ Նոմ Չոմսկի, հա։ Դու գիտես, sense հայտնի հնարք կասում, բոլոր իրենց հարգող մարդիկ գիտեն, թե ով է Նոմ Չոմսկին։ Ու այս պահին պոլեմիկան այլևս ոչ թե լինում է ով է Նոմ Չոմսկին, այլ արդյոք քեզ հարգում ես, թե չէ։ Որտեղ պետք է խելոք լներ ենք, հա, որ իմանալ ով է Նոմ Չոմսկին։ Դենոսի ասեց, որ Justice Department-ի էջում կարաս միանգամից voice կտաս, էլի, ով քեզ հետաքրքիր է։ Մի հատ բարի մարդ։ Գրեցինք Michael Jackson միանգամից, քեզ եկամ գրեցինք աշխարհի ամենաձանձրալի պիրիպիսկեն էր դրա Michael Jackson-ը ընտրում էր Ստալեշնիցա ու դες ուրիշ բան էր գնում մարդ գրանիտից անենք թե չէ բան սենց էս խանութում սենց բան եմ տեսել աշխարհի ամենաձանձրալի
Պիրեպիսկաներ որ կարել էր, բայց դեմա Epstein-ի ֆայլերն ու մենակ դա չի իհարկե, բայց կոնկրետ Plus այս ուրիշ email-երը կարտան պետք չի։ բայց շատ вообще շատ բոլոր հայկական ազգանները անունները դե փորձեցի Google-ել, բան այնտեղ ցավոք սրտի 3.5 միլիոն ֆայլերի մեջ նաև newsletter-ներ էին, այս անկապ newsletter-ներ, որ տենց ինչ որ բան է, ինչ որ տենց արդեն Սլովենիայի ես իմ արտգործնախարար պետք է Պիրիպիսկալնի մեկ էլ Հայաստանն այնտեղ մեկ էլ ընդամեն ասում հա ես կակրաս մի հատ Երևան մտնեմ հետո գամ այդտեղ այդ մնացած հարցերը բանը պրոստը տենց ինչ բանը ոչ մեզ մի սկանդալից խոսափեցինք լսի այդ սկանդալը դե պետել է դες որ գնաս հետ պատմականորեն էդ էլա Ֆուկոն սահմանել չէ Չգիտեմ լսի ունի the history of sex Ֆուկոյի մենակ sexual history of the history of sexuality sexuality that's it որտեվ ինքն ասում ասում երկու դիսկուրս կա nationalism sexuality տականքների վերջնակետը էլի երկուսը որ ամենաշատ չարչարկված բառերը ազգային եւ սեքսուալությունը ոնց որ այս երկուսի հետ կապված ինչ ուզում ես գցի ինձ ինչ պետք է բերես մենք մեր մոտ ենք անդադ խոսում որ ամեն առավոտ զարթնեցիր ու նոր սկանդալն է բան եւ ոչինչով չի տարբերվում ամերիկացու առօրյայից Այսօր զարթնեց այս Բայց չէ, սա ուրիշ դպրոցից էր, ուրիշ բայց այս ագենտներն են ինչ որ մինիմալություն արել, Epstein-ի ֆայլեր նոր բան արեցին, PDD դատավարության էս նիստ եղավ, ընդեղ Կստի, հա, էդի լավ հարց է, ինչքանով է այդ տենց բաներում հայտնվելը հեղինակազրկում մյուս մտքերը, հա, ինչ որ մարդու, օրինակ նույն Ֆուկոն, ինչ որ էլի ինտելեկտուալ, կարծեմ Քրիստոֆեր Հիչինսն էր, ինչ որ խոսում էր, ասում է ժամանակին ինքը 60-ական, 70-ականներին ինքը գնում էր Տունիս, Ֆուկոն, այնտեղ գումար էր վճարում, ինչ որ տղա են իրան բերում ու ինքը գերեզմանում սիրով էր զբաղվում։ Իսկ դու ես ինչեր գիտես։ Well, ես հին մարդ եմ։ Ու դրանից հետո մտածում, արա հիմա էս ինչքանով է արժեզրկում մյուս բաները, էլի, որովհետև իրականում նենց բանի մեջ ենք ապրել, որ սենց սաղ փլվում է, էլի, ասենք ես կյանքում չի պատկերացնի, որ ասենք Չոմսկին կհայտնվի Epstein-ի ֆայլերում, չնայած ֆինանսական հարցերով էր իրականում ոչ մի ուրիշ բան, բայց տենց հեղինակությունների փլուզման դար է, էլի, դարը չգիտեմ, դա սա հարց չէ, պրոստը տենց սկսում եմ իմ ֆրուստրացիայով։ Հասկանում ես։ Չէ, իրականում կարևորը ով լինելը։ Դաս էլի ռետոր, այսել հին թվերով գնանք, ռետորաբանություն գրքի մեջ է, չէ՞ ասում հարցը ինչի թե ինչ ես ասում։ Հարցը ասողի ով լինելն է, էլի, որովհետև եթե դուրս ես գալիս մի լավ պատմություն կա 90-ականների սկզբներին, այսպես, հա, ոնց որ պատկերացրեք Հայաստան, շարժման ամենասկզբերն է, էգզիստենցիալ շատ հարցեր կա, մի կողմից պատերազմը, մի կողմից սովետական միության փլուզումը, եւ Հայաստանի մտավորականներից մեկը մոտենում է կոմիտեին, անունները չբացահայտվում, բայց մանրից արդեն երևում է։ Եվ ասում է, գիտես, շատ լավ կլինի, որ հրապարակում մեկը ինքնահրկիզվի, միջազգային մամուլը կգրի մեզ մասին։ Հա, շատ լավ կլինի, ուղղակի որ տենց խորհուրդներ է տալիս։ Հա, ոնց որ հիմա ուզում եմ ասել, որ տենց ասողը իրական մեական է եւ եթե ասողը չի կարող ինքը իրականացնել, բայց խորհուրդ է տալիս մյուսներին ինքնահրկիզվել, չէ, ազնիվ լավ կլիներ, չէ՞, պատկերացնեք միջազգային մամուլում կգրեին այդ մասին, գուցե դա հնարավորություն բացեր։ Վիճելի է, թե ինչու ենք մենք անընդհատ փրկություն ուրիշ տեղերում, այ որ ամերիկացիները իմանային ինչա մեր հետ լինում, այ որ այն բրիտանացիները գային։ Չէ, հա, տեսնում եք էլի։ Տենց։ Ահա, ես չգիտեմ, ինձ թվում է Սան վերջ կարա շարունակվի։ Ինչ որսից գեղեցիկ roller coaster գրքի քննարկման / ընդհանուր փիլիսոփայական շատ կայֆ բան եմ ես քաղում ես ամենից։ Բայց հույս տանք, որ ամփոփենք։ Հա, էլի մի հատ դրական բան ասա։ Հա, որտեվ ասենք չեն ուզում սովորեն, բան կտրվում են։ Follower-ներից մի լավ բան ասա, շուտ։ Լավ լիներ, չէ։ Հա, որտեղ է Լուիսը այս ամենի մեջ։ ChatGPT-ին սա կդզի։ Չի ուզում ասի։ Թե մեզ ավելի խորն է մտցնելու։ Չէ, եկեք մտածենք բարձրաձայն իրար, մտածենք ինչ անենք։ Ենթադրենք, եթե օբյեկտիվ ընդունենք, որ չենք ուզում ջահելամի նման ապրել, չէ՞։ Լավ, ինչ անենք։ Սկսենք գործել։ Երևի սկսենք, չէ, բացած դե հիմա գործելը հետևանա շատ մարդիկ, շատ ենթադրում եմ, որ ազնիվ նպատակներով մտածում են եւ որ երևի գործելը, քանի որ հիշում եք, չէ, պետության մենաշնորհն է ուժի եւ ռեսուրսների կառավարումը, երևի մենք գնանք, որտեղ մենք ավելի լավ կառավարիչներ կլինենք, քան մյուսները, չէ։ Հետո գալիս ենք տեղը նստում են, բայց ոնց որ դուրս եկավ դեր բազմոցը։ Հա, հրեշի գլուխը կտրում ես, հրեշը դու ես դառնում եւ ուզում եմ ասել, որ ասում եք գործել, հələ նայեք արդեն սիստեմատիկ հարց ունենք ստեղ։ Որտեղ ես ախմախ եմ, ես որ սկսեմ գործել ավելի վատ կլինի։ Ահա, օքեյ, չէ։ Ավելի լավ է չգործել։ Էլ ինչ անենք։ Անկործության մատնվելը եւ անձնապես եւ սոցիալական առումով ընդունելի չի։ Որտեվ հենա խելոք մարդիկ եք նստած, տարբեր մարդկանց եք բերում զրույցի, մեկին բռնցնում, մեկին, չգիտեմ, հույս տալիս, մեկի հետ խնդեցնում մարդկանց, չէ, ինտերթեյն անում, մոնետիզացիա։ Լավ, լավ ինչ անենք։ Դե ֆրացես մեզ դարձը մեր վրա ուղեց։
Պետքա ես ասեմ, պետքա ինքդ քեզ նշանակես մի քանի մարդ, որ քո կարծիքով կիսում է քո արժեհամակարգը ու արժեքավոր բան է ասում ու այդ աղմուկից խուսափելու համար ուղղակի շրջապատես այդ մարդկանց կարծիքներով։ Հետևես այդ մարդկանց Կամ կարծիքներով։ sense լրիվ hedonizmi մեջ ընկնես ու դրանից sense բավարարվես, կամ պետքա զգաս, որ ինչ որ նշանալի բան անում ես։ Օրինակ, բարբերաբար գալիս են այդ բաները, միացի մեր քաղաքական ուժին, չէ, որովհետև ինձ թվում է ես տեղ ավելի արժեքավոր բան եմ անում։ Բայց գուցե մի օր ես կդադարեմ տենց մտածել ու գուցե այդ ժամանակ ինչ որ տենց միտք կլինի, այդ բացառելն էլ մի տեսակ շատ յունիշսկի մաքսիմալիզմ կլինի, էլի, բայց կարող է այս պահի մեջ Պաստորեն սպասենք զարգացումների։ Չէ, հենց դա որ եւ հա եւ չէ, չգիտեմ։ Բայց հիշում ես, չէ, պատմություններով ենք սովորում։ Օրինակ ինչ եղավ այն մարդուն, ով շատ լավ էր հումորում, ձեր հյուրն էլ եղել է, հետո մտավ քաղաքականություն, ինչ եղավ։ Տեսնում ես։ Արեք, այս է պատմությունն այ գիտես ինչ ասում ես։ Հենց դա էլ հիմա հակափաստար կա, էլի, որովհետեւ հա, միանգամից մտնում է սա Զելենսկի արածների տակ, այն Արգենտինայի։ Բայց Երևանում էլ ա եղել։ Հա, դե ուզում եմ ասեմ, Զելենսկին Երևանում ա եղել, թե ուրիշ բաներս։ Մանությանը։ Okay։ Ես կանուներ չեմ ասում, դուք ինքներդ եք։ Ես ասեցի։ Ստվա Զելենսկին ա Երևանում եղել։ Չէ, ուզում եմ ասեմ, այդ ֆոնն էլ կա, բայց ոչ իմ պատասխանը քո հարցին, որտեղ քեզ թվում է, որ դու օգուտ ես տալիս։ Երևի դա է։ Մենք մեր պատասխանը տվեցինք Շուշան։ Դե առաջարկեմ տարբերակ, որը չի հակասում, բայց գուցե ավելացնում է մի շերտ լրացնում։ Դրա փոխադարձ լրացնելով, տեսնում եք, կոմպլիմենտարիզմ եւ այլ։ Կարող է հետեւյալ համաձայնության գանք, որ գուցե մենք լրացուցիչ պատասխանատվություն ունենք կոմպետենտություն քարոզելու։ Այսինքն, հիմա շատ վատ է հնչում ասածս, բայց հարցը այն չի, թե օրինակ քաղաքականությունը վատ բան է, ոյ հերթ փախնեն քաղաքականությունից, այլ գոնե նվազագույն շեմ սահմանեն կոմպետենտության, որովհետև մարդիկ, ովքեր սեփական, չգիտեմ, մարմնին ու սեփական ուղեղին են վնասում, հավանականությունը, որ մեզ բոլորիս կվնասեն, շատ ակնհայտ մեծ է, չէ՞, այսինքն թվում է թե շատ պարզագույն բաների մասին եմ խոսում, որոնք ժամանակին չեն մտածվել, ոնց որ ենթադրվում էր, որ ամբիցիան կամ քաղաքական հայտը արդեն իսկ նախասահմանված էր, այսինքն որոշակի կրթական, մշակութային, հա, ֆիլտրներով էր։ Հիմա քանի որ իլյուզիա կա, չէ, բոլորը հա TikTok-ով հայտնի դարձան, մտածում դե ինչու՞ չէ, եւ ինչու՞ չէ, որովհետեւ ինքը օբյեկտիվորեն է դա ասում, որովհետեւ տեսնում է, որ իր եւ որոշում կայացնողի միջև սահմանը շատ նուրբ է, շատ աննշան, այսինքն ինքը այլևս կարիք չունի ձգտելու վեհ իդեալների, երկար տարիներ խորքային կրթություն ստանալու, չէ, տիրապետելու հարցերին։ Նա էլ է celebrity, ինքն էլ է, նա էլ է օգտվում Facebook-ից, ինքն էլ է օգտվում, ինքն էլ ասենց ներողություն եմ խնդրում գրեհկաբանության համար, բայց գղկալով, բղկալով ուտում, ծափտալի շորերը բացում, չէ, օրինակ, տենց, այս բոլորից տեղի է, չէ, ունենում աչքի առաջ, ուղղակի իր բախտը ավելի շատ է բերել։ Օրինակ հաղորդակցության ոլորտից մենք գիտենք, ֆիլմերի նարատիվն է, չէ, Rags to Riches, Մոխրոտի պատմությունը։ Ասել ենք, նայ, քաղաքականությունը Մոխրոտի տեղն է։ Չենք ասել, որ տակը լիքը ցավոտ բաներ կան, էլի, ոնց։ Արի հայտնի գրած ֆիլմը նայել ես առաջին դեմքը, որ լրագրողը դառնում է Հայաստանին։ Հենց կոմպետենտության մասին է այդ ֆիլմը։ Տես ինչեր են բաց։ Ոնց էր, հա։ Դե ինչ։ Քարոզենք կոմպետենտություն, ինչքան կարող ենք, բարձր, ուզում եմ ասել, մեսիջը։ որ տենց երևի դրա մեջ նաև ընդունենք մեր օբյեկտիվ սահմանափակումները։ Օրինակ, գոնե ես ներկայումս վստահ կարող եմ բացառել, ասել, որ ես համարում եմ, որ ես կոմպետենտ չեմ քաղաքականության ուղիղ մասնակցություն ունենալու, ուստի գոնե տեսեք ազատել եմ մարդկանց իմ ներկայությունից եւ իմ քրիտիկայից, այդ թվում նաև երեսներին դգեղ բաներ ասելու։ Դե տեսեք, գոնե անկեղծ եմ, տեսնում եք։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք ժամանակիդ համար։ Շան Հարությունյանն էր մեր հյուրը, եթե հարցեր լինեն կոմենտներում գրեք, բաժանորդագրվեք, լայքեք ու մենք կհանդիպենք այն մյուս շաբաթ։